անգամ ասել եմ եւ շարունակել եմ պնդել։ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության ներկայիս Ռուսաստանի Դաշնության հետ ապագա չունի։ Այն բոլոր այլանդակ համակարգերը, որոնք մենք այսօր ունենք, այդ թվում չարթարադատությունը, այդ թվում նաև իշխանության իրան կորցնելը, այդ թվում նաև սազանդար բան ունենալը, հա, դրսի սազանդար ընդդիմություն ունենալ, այս ամեն ինչ այդ Ռուսաստանի Դաշնության ազդեցությունն է։ Այդ մարդիկ մեզ չեն կարող տալ ոչ մշակութային իմաստով, ոչ քաղաքական իմաստով, ոչ անվտանգային իմաստով, այդ երկիրը մեզ ոչինչ, ոչ մի լավ բան տալ չի կարող։ Եվ այո, ես մեծ վերապահումներով եմ վերաբերվում ցանկացած մեկին, ով մեծ կարողություն է կարողացել, ոնց են ասում, գեներացնել Ռուսաստանի Դաշնությունում, որովհետև այդ մարդիկ ազատ չեն եւ Ռուսաստանի Դաշնությունում հնարավոր չի հարստանալ առանց հատուկ ծառայությունների բուրըն վերահսկողության ներքո։ Դա է եղել պատճառը, որ ես նաև Ռուբեն Վարդանյանի այստեղ հնարավոր քաղաքական բաների հետ կապված, հա, նկատումների հետ կապված վերապահում եմ ունեցել նույն տրամաբանությամբ Սամվել Կարապետյանի նկատմամբ վերապահումներ ունեմ։ Բայց պետք է հասկանալ, որ մեկը մյուսի հետ ընդհանրապես կապ չունի։ Այն հարցազրույցը, այն հիմքով, որով որ կալանավորեցին Սամվել Կարապետյան, դե հիմա իհարկե ինչ-որ բաներ կմոգոնեն գբերեն իրար հետ կկապեն, բայց կալանավորման հիմքում դրված է եղել միայն այդ հարցազրույցը։ Այդ մի կտոր հարցազրույցը մի քանի րոպեանոց եւ դրա մասին հայտարարել են փաստաբանները եւ հնչական մարմինը մի կողմից եւ դատախազությունը մյուս կողմից, դա չեն հերքել։ Հետեւաբար դա իրականություն է։ Այսինքն մարդուն կալանավորել են մի հատ ինտերվյուի համար, որի մեջ չկար եւ ոչ մի բառ այն մասին, որ այդ մարդը պատրաստվում է քաղաքականություն մտնել, կամ պատրաստվում է իշխանություն զավթել, կամ պատրաստվում է չգիտեմ ինչ-որ գործողություն անել։ Ոչինչ այդ տեքստից չէ նշում։ մեջ էլ չկար, չկար, որովհետեւ դուք չգիտեք այդ մեր ձևի մեջ ինչ է նշանակում։ Կարող է մարդը սեղաներ գցելու, հրավիրելու էր բոլորին հաց ուտելու, կաթողի կոսինել Նիկոլ Փաշինյանին, մանրամասն Նիկոլ Փաշինյանը մեծ սեր ունի, տարբեր տեղեր նստել, ասած տենց հավեսով ջիգարով հաց ուտելու։